Պարոն Ղալումյան, Կիրանցում արդյոք բոլոր բնակիչները փոխհատուցում ստացան, թե ոչ, որովհետև կային բնակիչներ, որոնք չէին ցանկանում ստանալ այդ կառավարության կողմից տրվող գումարները։ Ուրեմն դուք գիտեք, որ այդ փոխհատուցման process-ը կառավարության գաղտնի որոշումով է իրականացվել, հավաստիացնում եմ ձեզ, որ 90% ստացել է իր փոխհատուցումը։ Իսկ այն քիչ տոկոսը ինչով է պայմանավորված։ Քիչ տոկոսի պայմանավորված են նաև որոշակի տեխնիկական խնդիրներ կան, ժառանգության խնդիրներ կան այդ process-ի մեջ։ Այսինքն կստանան իրենք։ Դուք կարծում եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը Իրանցի այդ հատվածը Հայաստանի ամենաանվտանգ հատվածն է, այսինքն այնտեղ ապրող քաղաքացիները ամենաանվտանգ իրավիճակում միջավայրում են ապրում։ Միանշանակ։ Ժողովուրդ ջան, այսօր դուք տեսաք, ասենք աշխարհի մի ծայրից մի ծայրին խփում են, ասենք այդ տարածությունն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Ես չեմ կարծում, որ դուք տենց եք մտածում, ուղղակի հարցատալիս եք։ Նման բան չկա, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ, Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել։ Կիրանց գյուղում այսօր 16 միլիոն սահմանամերձ բնակարանության ծրագրով 55 նոր բնակարան է կառուցվում, բնակելի տուն։ Միայն Կիրանցում։ Միայն Կիրանց։ 55 բնակարան։ Այո։ 55 ճիշտ է։ 55։ Աղալներ եւ կխնդրեմ ասել ձեր մարզում կան կիսական եկեղեցիներ, որոնք անհնամ են եւ եկեղեցականներ օրինակ չեն գալիս, չեն հետեւում եւ որևէ ստիր չեն աջակցում դա վերակառուցել։ Միանշանակ կան, բայց այսօր ԿԳՄՍ-ի կողմից իրականացվող ծրագրերով մենք բազմաթիվ եկեղեցիներ ունենք, որոնք վերականգնվում են։ Ես նկատի ունեմ եկեղեցուց որևէ աջակցություն լինում է դա է։ Այսինքն ինչ առումով աջակցություն։ Եկեղեցականները գալիս են, հետաքրքրվում են, որևէ անգամ մտահոգվել են այդ քանդակը։ Ես ամենայն դեպս վերջի շրջանում առնչություն չունեմ եկեղեցական։ Տավուշի մարզում տեսել եք եկեղեցիներ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ հիշեցնում են չուլանների, ասենք օրինակ 5 օրշի կրավատ բաներ, այդպես բաներ։ Միանշանակ, եթե եկեղեցի սպասավոր չունի, որ եկեղեցում տեսել նման դեպքեր։ Չեմ ժողովուրդ ջան, ձեր սադրիչ հարցերով ասենք ինչ եք ուզում անել։ Հիմա որ դուք ասում եք Չեմ պատասխանում այդ հարցին։ Որտեղ եք Այլ հարցեր։ Մարդիկ պիտի համոզվեն ձեր խոսքի վրա։ Վերջացրեցիք։ Չէ, չպատասխանեց։ Ես ասած չեմ պատասխանում այդ հարցին։ Չեք տեսել, թե տեսել եք։ Տեսել ենք։ Ասեք, որտեղ եք Պարոն Ղալումյան, ներողություն, տեսել եք, չեք ասում։ Կառավարության վերջին նիստում խոսում էր, որ Տավուշի մարզի Իջևան թե Դիլիջան քաղաքում մանկապարտեզը, որ սեփականաշնորհվել է նախկին արտգործնախարարի։ Չի սեփականաշնորհվել, անհատույց տրամադրվել է։ Անհատույց տրամադրվել է, չի սեփականաշնորհվել։ Ինչ նպատակով։ Չեմ կարող ասել, ինչ որ բարեգործական ծրագիր է եղել, որի շրջանակներում տրամադրվել է, որի պատճառով այդ մանկապարտեզի տարածքը ամբողջությամբ մանկագործության համատանել վերջին 15 տարում։ Մեծ տարածք է, հա, ինչ շինություն ենք։ Ես սխալվեմ երևի քառակուսին ասեմ, բայց Դիլիջան մեջ թե Իջևանում։ Դիլիջան քաղաքում էր հենց։ Եվ գնեք, որ դուք ասեցիք, այո, տեսել եք, հա, եկեղեցիներում մահճակալ եւ այլն, դա որ եկեղեցում եք տեսել, որ Ամենայն դեպս ես ասացի չեմ պատասխանում այդ հարցին, նույն հարցը դուք կրկնում եք, ասենք իմաստը տրամաբանություն։ Չեք հավատում, մի հավատացեք, դա ձեր իրավունքն է։ Կարող եք օրինակ լրագրողների համար կազմակերպել ուղեկցել Ես իմ ասելիքը այդ մասով ասեցի։ Հա, կարող եք լրագրողներին ուղեկցել, ֆիքսել դա։ Ես դες կզանգարեմ ցույց կտամ։